Իմ F30-ի վերջի վիդեոից մի քանի օր արդեն անցել է։ Իրականում տենց մի քանի բան վրընդզել էինք, բայց իր ռեզուլտատները մեկը մեզ այդքան չէր գոհացնում ու մենք որոշել ենք իրան էլ ավելի արագացնել ու այսօր եկել է այդ օրը։ Խելոք սպասում է։ Շնորհած իրապես մեքենա դժվար ստանանք, բայց դե այս նստած ծրագիրն է գրում իմ ավտոյի։ Իսկ չգիտի է որ նկարում եմ։ Հա, տեսա՞ր, հա։ Ինչ կա։ Ինչ ենք անում, ընկերս այսօր իմ ավտոյի հետ։ Այսօր մի քանի կոնֆիգ ենք պատրաստում նախորդ, որ գնանք բետոն կա ու շատ ընդը չսառենք։ Մի անգամից արագ-արագ փոխենք, հասկանանք ինչքան կարանք հզորացնենք քո ավտոն։ Հա, իրականում որովհետև այդ 7 ռեզուլտատը вообще այս ավտոյի մասին չի այդ մեկ ու երկրորդը ինչքանով տեղյակ եմ այսօր աշի XHP-ը անելու այս մեքենան, հա։ Ես իմ վստահությունից եմ բոլորիդ մաղթում, որ դե իմքիցս հասկացվում է, չէ, ինչքան վստահ եմ, որ այսօր ռեալ ուրիշ թվեր է մեր մոտ լինելու։ Արա չի կարա փչանա։ Ու կստատի նշեմ, որ դիագնոստիկա ԿՏՄ-ը աշի գլխավորությամբ XHP-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, հենց որ համեցեք Անաստաս Միկոյան 403 Արմենիա ռեստորանկեսը դեմ դիմացը ձեր BMW-ները XHP արեք, որովհետև իր ավտոն, որ քշել եմ XHP արած ու չարած տարբերակում ոչ միայն իրանը, ահա որ մեծ տարբերություն է տալիս, հենց որ հենց իմ ավտոյի վրա հստակ կզգաք թե ինչի մասին է խոսքը։ Այս վերևի մեքենան տեսնում եք, սա լեգենդա է եղել, բայց ոչ պակաս է, նոր ցույց տվեց Երմիս F30-ը այդ ավտոն։ Ու իրականում այդ ավտոյի հետ կապված այնքան լիքը բաներ կա, որ դուք ընդհանրապես տեղյակ չեք ու չգիտեք ինչ էր լինելու, հենց որ անպայման դիագնոստիկա ԿՏՄ-ի YouTube-յան էջին է բաժանորդագրվեք ու ել ավելի տենց թարմ նորություններ իմանալու համար այդ ալիքի Telegram-յան էջին մտեք բաժանորդագրվեք, որովհետև մեկ ես էլ եմ պրոժոկներ անում ու լիքը հետաքրքիր ինֆոներ կունենաք, որոնք կարող է YouTube-ում ընդհանրապես չտեսնեք։ Մի հատ խնդրում եմ էլի, այս բանտաժները ես միշտ տենց եմ ասում, երկու բանակ է դարել։ Կես ասում են շատ լավն է, կես ասում են դե չէ, այդքան էլ չէ։ Մենք էլ կոմենտներում գրեք, էլի, ով այս բանտաժները շատ հավան է, իսկ ով չի հավան է։ Ու կստատի ասեմ, որ իրանք են, որ ասում են, լենու նեղ, հենց լենու նեղն է։ Միած զգացեք հետևը ինչքան հետաքրքիր է։ Այսինքն դուրս է կանգնում։ Եթե չեմ սխալվում 9.5G է, այնտեղ 8.5G է, եթե չեմ սխալվում։ Բայց այդտեղ մի հատ պահ եկա, որ լիքը մարդկանց կհասկանամ, դե քանի որ հիմա ծմերային հակերով է, իր տեսքը մի քիչ այն չի, իրան որ նիսկի պրոֆիլով ամառը տեսնեք, հաստատ ավելի թույն ալնելու։ Ստացի, հեսա եղանակները ցրտել է, հեսա անձրևներ է գալու, անպայման եկեք չոտկերը փոխեք, եթե նորմալ չի աշխատում, որովհետև շատ կարևոր բան է նորմալ չոտք ունենալը։ Ինչպես նաև հեսա որ թացերը սկսի ավտոյի պոլերն էլ չվնասելու համար, եկեք կովրիկներ ձեռք բերեք, ձեր մեքենաների համար, BMW-ների համար զեղչեր կա, հենց որ եկեք մեր խանութ սրահից ամեն ինչ ձեռք բերեք։ Դե յուղերն է իր հերթին։ Արա դե սիրուն է էլի։ Ճանապարհը դարավ խորթ ու բորթ, խորթ ու բարդ, կարոտել ես հորդ ու մորդ ոչ տեսած կաս, աղոթել ես չոք, լսել է ոչ ոք ու լիաթոք։ Ստացի, այստեղ են մարդկանցից մեկն է, որ ավտոյի սփորթը արի, ավտոյից վրա լիքը բաներ կա տեղադրված, որոնք ինքն է ինձ տվել։ Մի տարիա խափում փողերը չի գալիս։ Հա, ու չի գժվստում, չի ասում երբ է փողերը սլնելու, մերսի։ Եկանք երբ կրնի, նենց արես ամսոթեր չի բան։ Այս ընթացքում արդեն Աշոտը ծրագիրը նստացրել է ավտոյի վրա, կոնկրետ այս պայն իմ մոտ Stage 2 Plus-ը, E20 ու XHP են կարել։ Շատ ուրիշ մեքենա է դարել, հիմա պրոստը փորձնական կքշենք այս ստոկովի F30 հետ, որը էլի 2 լիտրանոց է, բայց սա կոնկրետ 200 B40, հա թե 46, բայց կոնկրետ ստեղ B46 է, այսինքն ձիաուժերը արդեն իսկ ստոկովի իմ սովորական ստոկից ավելի շատ է, բայց այդ ամեն ինչը մեզ չի խանգարում, որովհետև ստե հիմա շատ բայվոյ վիճակ է, հեսա իր հետ կքշենք, հետո նոր կքշենք, կհիշեք վիդեոներից մեկի մեջ մի հատ G30-ի հետ է քշեն, ամենաառաջին վիդեոները, եթե չեմ սխալվում, ցենց կոնկրետ ինձ կրեց։ Այսօր կփորձենք իր հետ մի հատ քշել, տեսնենք ինչ կստացվի այդ G30-ի հետ։ Այն G30-ի վրա նշեմ, որ Stage 2, բայց light-ով է այնտեղ գցած, բայց էլի Stage 2-ի տակ է ինքը։ Կարճ ասած գնանք այս ավտոյի հետ քշենք, տնենք եթե իրան կրում եմ, նոր G30-ի հետ կքշենք։ Հիմա կքշենք այդ F30-ի հետ, որը իրականում ստոկ է, բայց հետաքրքիր է իր հետ ոնց կվարվի էլի հիմա։ Հա, իրանը B46 է, 200 քանից յաուժ։ Ամեն դեպքում մի հատ այս ավտոյին արդար է, մի հատ այս ավտոյի հետ քշենք։
նոր անցնենք այն մեքենաներին, որոնք որ ըստ երևույթին պետք է որ ինձնից արագ չլինեն այս պահին արդեն։ Всё, հենա։ Կորավ։ Սա բարձա, մեկը հեսա ընթացքից։ Չէ, դե։ Սա արդեն ոնց որ ինձ բան տվեց, էլի, սենց տրամադրվածություն տվեց, որ քշեմ այն G30 հետ, որը որ մեզ նախորդ անգամ կրել էր Stage Edge Boost Light-ի ժամանակ, իրան ինքն էր Stage Edge Boost Light, հիմա էլ է Stage Edge Boost Light, բայց ամենայն հավանականությամբ մենք հիմա իրան կրելու ենք։ Պրինցիպի ընդհանրապես զարմացած չեմ, ես հենց մի բան եմ սպասում էի, ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է այն G30-ի հետ ոնց կքշենք, ու եթե հանկարծ G30-ը կրեցի, Սարո, քեզ եմ սպասելու։ Կարճացած G30-ը կրեցի ոնց որ թե։ Արեքի երասու զայակ եմ նստեց ամենը։ Հրա ավելի լավ։ Բայց դու լավ իշքան ես ուզում։ Հրա դու իշքան կապ է։ Հեսա դու կնայես, իսկ նիշոքն ստեջը կունես։ Դու ես ոնց են եղել։ Հա, դու։ Ես նկարել եմ իրար ունի։ Արա սենսե։ Բայց դրագի արան զապաս։ Արա սենսե яра։ Արեքի հերախոսով քշել էինք 5-2։ Հետո զայակ էլ նստեց, հետո Գարոյի հեռախոսով քշեցինք ու կարաս ասեմ այս։ Օրինակ լուրջ եք խոսում ով։ Սենց ասեմ, տարայի 4-ի մեջ գնայի, տարայի։ Դե ամեն դեպքում իմ հետ է եղել, մենակ չի որ։ Բայց Որ ինքնիկը թողել եմ հաջորդ վիդեոյի կան։ Հաջորդ վիդեոն արդեն Սարոյի հետ ենք քշել, այսօր Սարոյի հետ չենք քշում, այսքանը մեզ լրիվ հերիք է։ Այսքանը ինձ լրիվ հերիք է, լավ սենց ասեմ։ Չէ, Սարոյի հետ իրականում շատ դժվար, որտեղ տուրբինը փոխած է, էլի ես եմ ծրագիր արել, մի խոսքով փոխա։ Մարդը ասեց ու անում է, այս ավտոն ամենաարագ ավտոներից մեկը պետք է լինի։ Նեքսա, չէ, նեքսանի մեջ։ Էլի ասել ենք, էլի կոլի ենք անում, նայ։ Էլի հետ է որտեղ։ Այս ավտոյի մասին է խոսքը։ Այս արկշում ենք միանշանակ Լեվատեսի բայց անջետի ուժև, էսի պետք է